Ջոն Բիվեր Սուրբ Հոգի Գլուխ 3 Փոխհարաբերությունների 3 մակարդակ Հանուն ձեր ավանդույթի, կանոնների, որոնք փոխանցվել են ձեր նախահայրերից, դուք մի կողմ եք դրել Աստծո խոսքը, զրկելով այն ուժից և հեղինակությունից, անարդյունավետ դարձնելով այն։ Ձևացող մարդիկ, կեղծավորներ, Եսային փայլուն կերպով և ճշմարտապես մարգարեացավ ձեր մասին ասելով. «Այս մարդիկ մոտենում են ինձ իրենց բերաններով և պատվում են ինձ իրենց շուրթերով, բայց նրանց սրտերը ետ են պահված և հեռու են ինձնից։ Նրանք ապարդյուն են երկրպագում ինձ, որովհետև նրանք սովորեցնում են մարդկանց պատվիրանները որպես վարդապետություններ»։ Հիսուս Մատթեոսի ավետարան 15:6-9 խոսքեր Amplified թարգմանությունից Օր առաջին Հիսուսը դիմեց փարիսեցիներին այս սթափեցնող խոսքով, որովհետև նրանք թույլ էին տվել, որ ավանդույթն ավելի կարևորվեր, քան Աստծո խոսքը։ Բառարանը ավանդույթ բառը սահմանում է որպես մտքերի, գործողությունների կամ վարքի ժառանգած ընդունված ձև։ Ակնհայտ է, որ ավանդույթն ինքնին վատ բան չէ։ Կան շատ հրաշալի ավանդույթներ, որոնք պահում ենք թե ես, թե իմ ընտանիքը, թե ընկերներս։ Այնուամենայնիվ փարիսեցիները ավանդույթը, այսինքն մտքերի ընդունված ձևը, բարձրացրին ավելի, քան Աստծո խոսքը, ինչի պատճառով Աստծո խոսքն անարդյունավետ դարձավ նրանց կյանքերում։ Այս ճշմարտությունը վավերական է նաև այսօր։ Մենք պետք է համոզված լինենք, որ մեր պատկերացումը ճշմարտության մասին սահմանվում է Աստծո խոսքով, ոչ թե անցողիկ զգացմունքներով, ավանդույթներով կամ մարդկային փիլիսոփայություններով։ Հիսուսը շարունակեց բացատրել, որ փարիսեցիների ավանդույթը խզել էր իրենց փոխհարաբերություններն Արարչի հետ։ Փաստորեն նա հայտարարեց, որ նույնիսկ նրանց երկրպագությունն Աստծուն ապարդյուն էր, որովհետև նրանք ավելի շատ հավատք ունեին մարդկանց վարդապետությունների, ուսմունքների և պատկերացումների հանդեպ։ Փարիսեցիները երբեք հնարավորություն չէին ունենա ճշմարտապես մտերիմ լինել Աստծո հետ, քանի դեռ չէին ապաշխարել իրենց կուրությունից և չէին ընդունել ճշմարտությունը։ Նմանապես հոգու շփումը վայելելու համար մենք պետք է մի կողմ դնենք մարդկանց մտքերը և ավանդույթները և ընդունենք Աստծո մասին այն ճշմարտությունը, որն ակնհայտորեն գրված է իր խոսքում։ Այլապես Աստծո հետ մտերմորեն շփվելու մեր փորձերն անարդյունավետ կլինեն, ինչպես և փարիսեցիներինը։ Մեծագույն ուսուցիչը Մինչև Սուրբ Հոգու հետ մտերմանալը ես կարդում էի իմ Աստվածաշունչը և մտածում. ես սիրում եմ Աստծուն ամբողջ սրտով, բայց այս ամենը մի փոքր անհետաքրքիր է։ Իրականում ես չէի խնդրում Սուրբ Հոգուն մասնակցել աղոթքներիս և Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Ես հայտնաբերեցի, որ միայն Սուրբ Հոգին է կենդանացնում Աստվածաշունչն իմ սրտում։ Շնորհիվ նրա առաջնորդության Աստվածաշունչը դառնում է շատ ավելին, քան պարզապես խոսքեր։ Այն դառնում է կյանքի էությունը։ Կորնթացիների 2-րդ-3:6-ում գրված է. «Նա կարողություն է տվել մեզ լինելու իր նոր ուխտի ծառայողները»։ Սա գրված օրենքների ուխտ չէ, այլ հոգու։ Հին գրված ուխտն ավարտվում է մահվամբ, բայց այս նոր ուխտի ներքո Հոգին կյանք է տալիս։ New Living թարգմանությունից Մեր նոր ուխտը, որն արտահայտված է Աստծո խոսքով, պարզապես օրենքների և կանոնների ցուցակ չէ։ Այն հենց կյանքն է և կյանք է փչում նրանց մեջ, ովքեր հնազանդվում են իր իշխանությանը։ Մենք կարող ենք վայելել այս նոր ուխտի լիությունը միայն Հոգու միջոցով, որովհետև նա է հայտնում զարմանալի առեղծվածն այն մասին, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ, որը հենց նոր կտակարանի ուղերձն է։ Ահա թե ինչու մենք պետք է հրավիրենք մեծագույն ուսուցչին՝ Հոգուն, մասնակցելու մեր աստվածաշնչյան ուսումնասիրությանը։ Երբևէ ունեցել եք ուսուցիչ, ով ջերմեռանդորեն չէր վերաբերվում այն առարկային, որն ուսուցանում էր։
Ես հայտնաբերել եմ, որ ամենավատ դասերն անցնում են նման մարդկանց հետ։ Նրանց դասերին մասնակցելը նման է ատամի ցավին դիմանալուն։ Նմանապես երբևէ ունեցել եք ուսուցիչ, ով պարզապես չի սիրել իր աշակերտներին կամ ուսանողներին։ Ինչպիսի թշվառ իրավիճակ։ Բարի լուրն այն է, որ Սուրբ Հոգին ջերմեռանդորեն ցանկանում է հայտնել աստվածային իրողությունները, և նա նույնպես անչափ սիրում է ձեզ։ Նա ցանկանում է, որ դուք ունենաք յուրաքանչյուր պարգևը, որ Քրիստոսը ձրիաբար շնորհել է ձեզ։ Եթե մենք խնդրենք և թակենք, նա ամբողջովին կհայտնի մեզ կյանքի խորհուրդները։ Մթնոլորտը և ներկայությունը։ Դժբախտաբար այնպիսի տպավորություն է, որ հաճախ մենք փորձում ենք ապրել այս զարմանալի քրիստոնեական կյանքը առանց մեր առաջնորդի ներկայության և խորհրդի։ Գործնականում այսօր Սուրբ Հոգին օտար է շատ եկեղեցիներում։ Մենք անգիտակցաբար փոխարինել ենք նրա ներկայությունը լավ մթնոլորտով։ Թվում է, թե մենք գրեթե խոչընդոտում ենք Աստծո Հոգու դրսևորումները, որովհետև մի քանիսը տարօրինակ կերպով են արձագանքել նրա ներկայությանը կամ փորձել են կեղծել այն։ Սխալ մի հասկացեք ինձ, ես հավատում եմ, որ մեր եկեղեցական ծառայությունները պետք է հրաշալի մթնոլորտում անցնեն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում եկեղեցում շատ անհրաժեշտ մշակութային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք նաև վերաբերում են մթնոլորտին։ Եկեղեցին շատ առումներով ավելի համապատասխան և գրավիչ է դարձել աշխարհի համար։ Ես հավատում եմ, որ սա հաճեցնում է Աստծուն։ Ինչպես Պողոսն ասաց, ես նույնպես փորձում եմ հաճեցնել ամեն մեկին ամեն ինչում, որ անում եմ։ Ես չեմ անում պարզապես այն, ինչ լավ է ինձ համար։ Ես անում եմ այն, ինչ լավ է ուրիշների համար, որ շատերը կարողանան փրկվել։ Կորինթացիների առաջին թուղթ 10:33 New Living թարգմանությունից։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել գործադրելով մեր անհատական ստեղծարար կարողությունները և օգտվել ենք տեխնոլոգիական նորույթներից։ Մի քանի նորարար վայրեր, որտեղ եղել եմ, եկեղեցիներ էին։ Քրիստոսի մարմնի անդամները պետք է նորարար մարդիկ լինեն, ովքեր հետևողականորեն նորանոր ստեղծարար մակարդակների են բարձրանում։ Բայց եկեղեցին երբեք չի զբաղեցնի իր զորության, սիրո և իշխանության դիրքը այս երկրում, եթե չհրավիրի Սուրբ Հոգուն իր բոլոր գործերի մեջ։ Հիշեք, նա մեր ավագ գործընկերն է։ Բարի լուրն այն է, որ մենք կարող ենք ունենալ թե հրաշալի մթնոլորտ, թե նրա դրսևորված ներկայությունը։ Ես այնքան եմ ոգեշնչվում, երբ հնարավորություն եմ ունենում այցելել եկեղեցիներ, որոնք միաժամանակ ակնառու են այս երկու բնագավառներում։ Ոչ մի դեպքում զոհ չգնաք այն գաղափարին, որ Սուրբ Հոգու ներկայության դրսևորումը կխանգարի մարդկանց մուտք գործել արքայության մեջ։ Մենք պետք է հիշենք, որ կորսվածները ձգտում էին առաքյալներին, ոչ թե մերժում նրանց, այն պատճառով, որ նրանք համագործակցում էին Սուրբ Հոգու հետ։ Ցանկացած առաջընթաց, որ մենք որպես եկեղեցի կարող ենք ունենալ առանց Հոգու մասնակցության, իջիկ կդառնա։ Նույնիսկ Հիսուսը, Աստծո Որդին, ոչինչ չարեց, մինչև Սուրբ Հոգու զորությունը ստանալը։ Այդ մասին կարող ես կարդալ Ղուկասի ավետարանի 4:1-15 խոսքերում։ Ղուկաս 4:14 և 15 գրված է. «Եվ Հիսուսը Հոգու զորությամբ ետ դարձավ Գալիլեա, և նրա համբավը դուրս գնաց այն գավառի բոլոր կողմերը։ Եվ նա սովորեցնում էր նրանց ժողովարաններում և ամենից փառավորվում էր»։ Ուշադրություն դարձրեք, այս խոսքը հայտնում է մեզ, որ նա ետ դարձավ Հոգու զորությամբ։ Այս հատվածում գրված է, թե ինչ կատարվեց այն բանից հետո, երբ Հիսուսը 40 օր անցկացրեց անապատում, փորձվելով սատանայից։ Նա դուրս եկավ անապատից Հոգու զորությամբ և վերադառնալով Նազարեթ հռչակեց. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսողություն, խոցվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու»։ Ղուկասի ավետարան 4:18 և 19
Հիսուսը կարողացավ կատարել իր հոր կամքն այս երկրի վրա, քանի որ նա գործում էր Աստծո հոգու զորությամբ։ Նույն զորությամբ եկեղեցին պետք է քարոզի ավետարանը հոգով աղքատներին, բժշկություն բերի կոտրված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակի գերիներին, առաջնորդի մարդկանց պարզ տեսնելու համար, ազատ արձակի ճնշվածներին և հայտնի ճշմարտությունն այն մասին, որ Աստծո ձեռքը չի կարճացել փրկելու համար։ Բայց մենք երբեք չենք կարողանա իրականացնել այս երկնային առաջադրանքը, եթե չապավինենք հոգու զորությանը։ Հիսուսն ուներ հոգու զորության կարիքը, միթե սա չի վերաբերում մեզ։ Օր երկրորդ. մենք ավելի շատ ունենք Հիսուսի կարիքը։ Ես ի սրտե ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեր եկեղեցիներ են հաճախում, վերապրեն Հիսուս Քրիստոսի հայտնված ներկայությունը։ Ես մշտապես լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում. մենք ավելի շատ ունենք Հիսուսի կարիքը մեր եկեղեցիներում, և լիովին համաձայն եմ այս արտահայտության հետ։ Բայց ո՞վ է հայտնում մեզ Հիսուսին։ Սուրբ Հոգին։ Ինչպես ավելի վաղ նշեցինք, Սուրբ Հոգին միջոց չէ, որին պետք է ձգտենք։ Նա անձ է, ում պետք է պատվենք և պատրաստակամորեն ընդունենք։ Ինչու չպետք է ցանկանանք, որ ճշմարտության Հոգին ներկա լինի ամեն ինչում, որ մենք անում ենք։ Մեկ անգամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Բայց երբ որ նա, ճշմարտության Հոգին գա, կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի, կխոսի և գալու բաները կպատմի ձեզ։ Նա, Սուրբ Հոգին, ինձ Հիսուսին կփառավորի, որովհետև իմից կառնի և կպատմի ձեզ։ Ամեն ինչ, որ Հայրն ունի, իմն է։ Նրա համար ասացի ձեզ, թե իմից կառնի և կպատմի ձեզ»։ Հովհաննեսի ավետարան 16:12-15։ Սուրբ Հոգին փառավորում է Հիսուսին։ Սուրբ Հոգու միջոցով է, որ Հիսուսը հայտնվում է մեզ։ Մենք չենք կարող շրջանցել Աստծո կողմից սահմանված կարգը։ Եթե ցանկանում ենք, որ Հիսուսի ներկայությունն ավելի շատ լինի մեր կյանքերում, պետք է ավելի մտերիմ հաղորդակցություն ունենանք Սուրբ Հոգու հետ։ Ահա թե ինչու է Սուրբ Հոգին կոչվում Քրիստոսի Հոգի։ Այդ մասին կարող ես կարդալ Պետրոսի առաջին թղթի 1:11 և Հռոմեացիների 8:9։ Երբ Հոգին խոսում է մեզ հետ, նա ներկայացնում է Հիսուսին։ Սուրբ Հոգին պարզապես հաճելի հավելում չէ քրիստոնեական կյանքին։ Նա Քրիստոսի էությունն է երկրի վրա։ Նրա ներկայության դրսևորումը չի լինի այնտեղ, որտեղ նա պատիվ չի ստանում։ Այդ իսկ պատճառով, եթե հրաժարվենք պատվել Հոգուն, մենք չենք վերապրի Քրիստոսի ներկայությունը և զորությունը։ Միգուցե հենց սա է պատճառը, որ աշխարհը Քրիստոսի վերափոխող զորության թիրախը հաճախ համարում է, որ եկեղեցին զուրկ է թե կյանքից, թե զորությունից։ Մտերիմ ընկերություն Աստծո հետ։ Հաղորդակցության վերջնական նպատակը մտերիմ անձնական ընկերությունն է։ Աստծո Հոգին ցանկանում է լինել ձեր ընկերը։ Նա փափագում է մտերմորեն շփվել ձեզ հետ։ Հակոբոսն ասում է. նախանձով փափագում է Հոգին, որ բնակված է մեզանում։ Հակոբոսի թուղթ 4:5։ Ինչ է նա փափագում։ Փափագում է մտերմություն ունենալ ձեզ և ինձ հետ։ Միթե մենք չենք ցանկանում նույնը այն մարդկանց հետ, ովքեր ամենամոտն են մեզ։ Ուշադրություն դարձրեք, որ նա նախանձով է փափագում։ Պարզ ասած, սա նշանակում է, որ նա չի հանդուրժելու, եթե մենք հետաքրքրվենք այլ սիրահետողներով, ինչպես որ իմ կինը երբեք չի կիսվի ինձ հետ իր սրտի գաղտնիքներով, եթե ես մեկ այլ կնոջ սիրահետեմ։ Աստված ցանկանում է մեր ամբողջական նվիրումը։ Ընդամենը մեկ խոսք առաջ Հակոբոսի թղթում գրված է հետևյալը. «Այս աշխարհի սերը կամ ընկերությունը թշնամություն է Աստծո դեմ»։ Հակոբոսի 4:4։ Թշնամություն բառի բառարանային սահմանումը հետևյալն է. թշնամանքի, ատելության, չարակամության, ներհակության զգացում կամ վիճակ։ Այս բառերը բավականին խիստ են։
Մենք կարող ենք տալ հետևյալ հարցը. ինչու է աշխարհի սերը թշնամություն առաջացնում Աստծո դեմ։ Այս աշխարհի ընկերը լինելը նշանակում է առաջնորդվել մարմնի ցանկություններով, ձգտել շահի, կարգավիճակի կամ դիրքի։ Սուրբ Հոգին գիտի, որ այս ամենի վերջը ունայնություն և դատարկություն է։ Աստված նախանձավոր կերպով սիրում է մեզ, և Նա ատում է տեսնելով, թե ինչպես ենք մենք սիրախաղ անում այնպիսի բաների հետ, որոնք միայն հանգեցնելու են մեր անձերի անկմանը։ Երբեք մի մոռացեք, որ Աստված կատարյալ Հայր է, և ինչպես յուրաքանչյուր հոգատար հայր, Նա ցավում է, որ իր զավակները բավարարվում են ցանկացած բանով, բացի լավագույնից։ Ահա թե ինչու Նա չի հանդուրժի մեր ընկերությունն այս աշխարհի հետ։ Հիսուսը ցանկանում է, որ դուք վերապրեք կյանքն ավելցուկով։ Այդ մասին կարող ես կարդալ Հովհաննեսի ավետարանի 10:10-ում։ Իսկ Հոգին հայտնում է որդու ցանկությունները։ Հիշեք, որ աստվածությունը մեկ է իր նպատակով։ Աստված ի սրտե ձգտում է մտերիմ փոխհարաբերություններ ունենալ իր զավակների հետ։ Երբ սիրախաղ ենք անում այս աշխարհի հետ, չենք կարող խորը մտերմություն ունենալ նրա հետ։ Ինչպիսի ողբերգական կորուստ և ցավ է այն պատճառում մեր հոր սրտին։ Շատ ավելին, քան փրկությունը։ Ես հասկացա, որ Աստծո մտադրությունները մեզ համար շատ ավելին են, քան փրկությունը։ Փրկությունը չպետք է դառնա մեր վերջին կայանը։ Այո, մեր փրկության իրողությունն այնքան հրաշալի է, որ վեր է մեր ըմբռնումից, բայց մեր տեղը երկնքում ընդամենը այն ամենի սկիզբն է, ինչ Աստված ցանկանում է տալ մեզ։ Աստված ուղարկեց իր Որդուն, որպեսզի մենք կարողանանք զարմանալի կյանք ունենալ նաև այստեղ, երկրի վրա։ Ինչու՞։ Որովհետև մեզ համար իսկապես դժվար կլինի արդյունավետ կերպով տարածել նրա թագավորությունը, եթե ճնշված ենք այս աշխարհի վախերով և ցանկություններով։ Մի անգամ Պողոսն ասաց. «Աստվածապաշտությունն ամեն բանի համար օգտակար է, ունենալով այժմյան և գալու կենաց խոստմունքը»։ Տիմոթեոսի առաջին թուղթ 4:8։ Ուշադրություն դարձրեք աստվածապաշտություն բառի վրա։ Միայն նա, ով ճանաչում է Աստծուն, կարող է աստվածապաշտություն ունենալ, որովհետև աստվածապաշտությունը նշանակում է լինել Աստծո նման։ Ինձ համար դժվար է լինել ինչ-որ մեկի նման, ում հետ հազվադեպ եմ շփվում։ Երբ ժամանակ ենք անցկացնում մարդկանց հետ, նրանք սովորաբար ընդօրինակում են մեզ ինչ-որ բաներում։ Ահա թե ինչու է Հակոբոսն իր հաջորդ խոսքում աշխարհի հետ ընկերության մասին գրում հետևյալը. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ» Հակոբոս 4:8։ Աստված ցանկանում է ժամանակ անցկացնել ձեզ հետ, որպեսզի դուք կարողանաք իր նման դառնալ։ Մենք աստվածապաշտ ենք դառնում Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու միջոցով, իսկ Աստծո հետ նման փոխհարաբերություններ ձևավորելը հնարավոր է միայն նրա Հոգու միջոցով։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների առաջին թղթի 2 գլխում։ Հաճախ, երբ հավատացյալները կարդում են «Այս աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ», նրանք անմիջապես փորձում են լիովին առանձնանալ աշխարհից։ Իհարկե, սա անիմաստ է։ Ինչպես եկեղեցին կարող է շահել աշխարհը, եթե իրեն առանձնացնի մարդկանցից։ Որպես եկեղեցի մենք պետք է հետևենք Հիսուսի օրինակին։ Կորսվածները ձգտում էին շփվել Հիսուսի հետ։ Նա ժամանակ էր անցկացնում հարկահավաքների և մարմնավաճառների հետ, այն մարդկանց հետ, ում կրոնական առաջնորդները վերևից էին նայում։ Նա նույնիսկ հաճախում էր նրանց երեկույթներին, բայց և տարբերվում էր այդ մարդկանցից։ Հիսուսն իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել այս աշխարհում, բայց ոչ այս աշխարհից։ Նրա սիրտը ցավում էր այն մարդկանց համար, ումից խորշում էին նախանձավոր կրոնասերները։ Ինչու էր նա այդ աստիճան նվիրված չակերտավոր աստվածապաշտ մարդկանց կողմից արհամարհվածներին։ Հիսուսը գիտեր, որ նրանք խոնարհ էին և ձգտում էին ավելիին։ Նա չէր հաճախում նրանց երեկույթներին, նրանց գործերին մասնակցելու համար։ Նա գնում էր, որպեսզի նոր ճանապարհ ցույց տար նրանց։ Նմանապես մենք կանչված ենք հասնելու թե բարոյապես ապականված, թե բարոյապես կոտրված մարդկանց։
Եթե եկեղեցին չլինի Քրիստոսի ձեռքերը և ոտքերը, ապա ով կլինի։ Մենք և միայն մենք ենք նրա մարմինը։ Այժմ մենք Քրիստոսում ենք շնորհքի վերափոխող զորության շնորհիվ։ Մենք ծառայում ենք որպես նրա դեսպաններ, ովքեր տարածում են նրա անունը և ներկայացնում են նրան երկրի վրա։ Եթե մենք չտանենք Աստծո ճշմարտությունն ու լույսը այս աշխարհին, այլևս ոչ ոք չի տանի։ Օր 3. Լուռ ջենտլմենը։ Շփվելով Սուրբ Հոգու հետ, ես հայտնաբերեցի, որ նա ջենտլմեն է։ Նա երբեք չի հասկացնի մեզ իր կամքը։ Եթե մենք հրաժարվենք նրա հետ հաղորդակցվելուց, նա կլռի։ Ավելի քան 25 տարի է ես ճանապարհորդում և ծառայում եմ։ Այս ընթացքում որոշ դիտարկումներ եմ արել այն վարորդների մասին, ովքեր դիմավորում են ինձ օդանավակայաններում։ Նրանք մշտապես բարի և անչափ սիրալիր են, մանրամասնորեն բացատրում են, թե որտեղ եմ ես հյուրընկալվելու և որ ժամերին են լինելու իմ ծառայությունները։ Բայց սովորաբար նրանք չեն խոսում ինձ հետ, քանի դեռ ես չեմ սկսել խոսակցությունը։ Պատճառն այն է, որ հովիվները կարգադրում են նրանց խոսակցության մեջ չմտնել ինձ հետ, քանի որ միգուցե ես աշխատելու կամ ծառայությանը պատրաստվելու կարիք ունեմ մեքենայի մեջ։ Ծառայողական տարիների ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ ծառայող սրտեր ունեցող վարորդների և անչափ շնորհակալ եմ նրանց։ Այդ իսկ պատճառով ինձ հանդիպող վարորդներից ես մշտապես հետաքրքրվում եմ նրանց ընտանիքի մասին, թե ինչ ծառայություն ունեն եկեղեցում։ Եթե ես չնախաձեռնեմ զրույցը, միգուցե մենք գնանք ամբողջ ճանապարհը առանց որևէ իմաստալից շփման։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին նման բնավորության գիծ ունի։ Նա չի հաղորդակցվի մեզ հետ, քանի դեռ չենք ցանկանում լսել նրա ձայնը։ Եթե մենք չենք մոտենում նրան, նա հաճախ լուռ է մնում։ Հիշեք, Հակոբոսն ասաց, որ Աստված մոտենում է մեզ, երբ մենք մոտենում ենք նրան։ Մենք պատասխանատու ենք առաջին քայլն անելու համար։ Մենք պետք է գիտակցաբար սկսենք հաղորդակցվել նրա հետ։ Պարզ ասած, ձեզ ուղղված է բոլոր ժամանակների մեծագույն հրավերը։ Այժմ դուք պետք է քայլ անեք։ Շատ հավատացյալներ տեղյակ չեն այս ճշմարտության մասին։ Այս պատճառով ես հաճախ լսում եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Ինչու Աստված չի խոսում ինձ հետ» կամ «Մի քանի տարի է Աստված չի խոսել ինձ հետ»։ Արդյոք այս մարդիկ ձգտում են հաղորդություն ունենալ Աստծո հետ այնպես, ինչպես սովորեցնում է Աստվածաշունչը։ Եթե մենք ցանկանում ենք մոտ լինել Աստծուն, պետք է ձգտենք ճանաչել Նրան, և սա նշանակում է, որ մենք պետք է ձգտենք ընկերանալ նրա Հոգու հետ։ Ես խրախուսում եմ ձեզ ջանասիրաբար ձգտել Սուրբ Հոգու հետ հաղորդությանը։ Դուք կզարմանաք տեսնելով, թե ինչպես է նա պատասխանում ձեզ։ Ինչպես իմ վարորդներից շատերը, Սուրբ Հոգին ձեզ հետ կմնա անկախ նրանից դուք հաղորդակցվում եք նրա հետ, թե ոչ, որովհետև նա խոստացել է, որ երբեք չի թողնի և չի լքի ձեզ։ Այդ մասին կարող ես կարդալ Եբրայեցիների 13:5-ում։ Բայց եթե դուք չանեք առաջին քայլը, նա որպես կանոն լուռ կմնա, և դուք երբեք չեք վայելի նրա ներկայության լիարժեք դրսևորումը և նրա հաղորդության առավելությունները ձեր կյանքում։ Աստծո խորին իրողությունները։ Եվս մեկ անգամ կարդանք Հովհաննեսի ավետարանի 16-րդ գլխի այս հատվածը. «Կա շատ ավելին, որ ես ցանկանում եմ պատմել ձեզ, բայց հիմա դուք չեք կարող կրել դա։ Երբ ճշմարտության Հոգին գա, նա կառաջնորդի ձեզ ամբողջ ճշմարտության մեջ։ Նա չի խոսի իր նախաձեռնությամբ, այլ կասի ձեզ այն, ինչ լսել է։ Նա կպատմի ձեզ ապագայի մասին։ Նա փառք կբերի ինձ, պատմելով ձեզ այն, ինչ ստանում է ինձնից։ Այն ամենը, ինչ պատկանում է Հորը, իմն է։ Ահա թե ինչու ես ասացի. Հոգին կպատմի ձեզ այն, ինչ նա ստանում է ինձնից»։ Հովհաննեսի ավետարան 16:12-15 New Living թարգմանությունից։ Հիսուսն այս մասին խոսեց իր խաչելությունից առաջ, երբ վերջին պահերն անցկացնում էր աշակերտների հետ։ Մի փոքր ուշ այդ երեկո նա ձերբակալվեց հռոմեացի սպաների կողմից
և մահվան դատապարտվեց։ Ակնհայտ է, որ այս պահերը կարևոր և ծանրակշիռ խոսքերի համար էին։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսն ասում է. «Կա շատ ավելին, որ ես ցանկանում եմ պատմել ձեզ, բայց հիմա դուք չեք կարող կրել դա»։ Խոսք 12. Հիսուսն ամեն ինչ էր այս տղամարդկանց համար, ովքեր նրա հետ էին մի քանի տարի շարունակ։ Յուրաքանչյուրը թողել էր իր ընտանիքը, ընկերներին և աշխատանքը նրան հետևելու համար։ Աշակերտները հավանաբար մտածում էին. հետաքրքիր է, թե ինչ է մեզ պետք ամեն ինչ լիարժեք կերպով հասկանալու համար։ Բայց հանկարծ Հիսուսը մի արտասովոր խոստում տվեց. երբ ճշմարտության հոգին գա, նա կառաջնորդի ձեզ ամբողջ ճշմարտության մեջ։ Խոսք 13. Այլ խոսքով, թեև հիմա ես ձեզ հետ եմ մարմնով, դուք այնպիսի վիճակում չեք, որ կարողանաք ստանալ այն ամենը, ինչ պետք է տամ ձեզ։ Բայց ես ուղարկում եմ ձեզ Սուրբ Հոգուն, և նա կխոսի իմ խոսքերը, կհայտնի իմ կամքը և կպատրաստի ձեզ այն ամենի համար, ինչ պետք է կատարվի։ Ինչպիսի խոստում։ Հիշեք Հիսուսի խոսքերը, որ ասաց այդ երեկո. «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ»։ Հովհաննեսի ավետարան 16:7։ Հուսով եմ դուք նորովի եք սկսում հասկանալ այս խոսքերը։ Աստված այնպես չի խոսում, որ մենք չհասկանանք իրեն, այլ ճիշտ հակառակը։ Բոլորս ցանկանում ենք մտերմորեն ճանաչել նրանց, ում սիրում ենք, և Աստված էլ է այդպիսին։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա լիարժեք կերպով ցույց տվեց, թե ինչ էր Հայրը տվել մարդկանց։ Այդ մասին կարող ես կարդալ Եբրայեցիների 1:1-3 և Կողոսացիների 1:15-19։ Այնուամենայնիվ, ինչպես գիտենք, այժմ Հիսուսը երկնային Հոր աջ կողմում է։ Սուրբ Հոգին Աստվածության այն անձն է, ով բնակվում է Աստծո ժողովրդի հետ և նրանց մեջ այստեղ, երկրի վրա, այնպես որ Աստծո խորը իրողությունները ճանաչելու համար մենք պետք է ճանաչենք նրա Հոգուն, ճշմարտության Հոգուն։ Կասկածամիտ Թովմասը։ Այն բանից հետո, երբ Հիսուսը հարություն առավ մեռելներից, աշակերտներից 10-ը մի տան մեջ էին, որի դուռը կողպված էր։ Հանկարծ Հիսուսը հայտնվեց։ Աշակերտներն ապշել էին։ Հիսուսը ստիպված էր համոզել նրանց, որ ինքը ուրվական չէր։ 10 աշակերտներն ուրախացան հարության հրաշքի համար և կարճ ժամանակ անց այդ մասին պատմեցին Թովմասին, ով նրանց հետ չէր այն պահին, երբ Հիսուսը հայտնվել էր։ Լսելով այդ լուրը, Թովմասը տվեց իր տխրահռչակ պատասխանը. «Եթե նրա ձեռքերում բևեռների նշանը չտեսնեմ և իմ մատը չդնեմ բևեռների տեղը և իմ ձեռքը չկոխեմ նրա կողը, չեմ հավատա»։ Հովհաննեսի ավետարան 20:25։ Մի քանի օր անց 11 աշակերտները միասին էին մեկ այլ տան մեջ, երբ հանկարծ Հիսուսը կրկին հայտնվեց։ Մինչ որևէ բան ասելը կամ անելը, նա անմիջապես դիմեց Թովմասին, կարծես թե ասելով. «Լավ, Թովմաս, արի զբաղվենք անհավատության հարցով»։ Հիսուսն ասաց նրան. «Բեր քո մատը այստեղ և տես իմ ձեռքերը, և քո ձեռքը բեր և իմ կողը կոխիր և մի եղիր անհավատ, այլ հավատացյալ»։ Հովհաննեսի ավետարան 20:27։ Թովմասը պատասխանեց. «Ով իմ Տեր և ով իմ Աստված»։ Այժմ տեսնենք, թե ինչ պատասխանեց Հիսուսը նրան. «Որովհետև տեսար ինձ, հավատացիր։ Երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են»։ Հովհաննեսի ավետարան 20:29։ Ըստ էության Հիսուսն ասում էր. «Թովմաս, կա մարդկանց օրհնյալ խումբ, ովքեր կհավատան առանց տեսնելու»։ Ես մտածում էի. «Հիսուս, դու բավականին խիստ վարվեցիր նրա հետ։ Այդ մարդն արդեն պառկած է հատակին։ Ակնհայտ է, նա շատ վատ է զգում իրեն, նա ապաշխարում է, իսկ դու նայում ես նրան և ասում. երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են»։
Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու Հիսուսն այդքան խստորեն վարվեց Թովմասի հետ։ Բայց մի օր Տերը խոսեց ինձ հետ։ Ես չէի հանդիմանում Թովմասին, պարզապես ասում էի հետևյալը. նրանք, ովքեր ճանաչում են ինձ իմ հոգով, կարող են մտերմության շատ ավելի բարձր մակարդակի հասնել, քան նրանք, ովքեր ֆիզիկապես են ճանաչել ինձ։ Օր 4. Փոխհարաբերությունների 3 մակարդակ։ Իրականում ինչ նկատի ուներ Հիսուսը խոսելով Թովմասի մասին։ Այս հարցին պատասխանելու համար թույլ տվեք բացատրել, թե ինչու կարելի է ավելի խորը մտերմություն ունենալ հավատքով, քան երևույթով։ Կա փոխհարաբերությունների 3 մակարդակ՝ ֆիզիկական, շնչավոր և հոգևոր։ Ամենացածր, ամենամակերեսային մակարդակը բնական կամ ֆիզիկական մակարդակն է։ Շատ սիրային փոխհարաբերություններ սկսվում են այս մակարդակի վրա, այսպիսի մտքերով. նա շատ դուրեկան կին է, կամ նա շատ դուրեկան տղամարդ է, կամ միգուցե սկսենք հանդիպել։ Դժբախտաբար ամուսնանալիս զույգերի մեծ մասը միայն այս մակարդակի շփում ունի։ Նրանք մտածում են. ես կարող եմ անտեսել այն փաստը, որ մենք լավ չենք ճանաչում իրար, որ իրականում չենք շփվել իրար հետ և չունենք ընդհանուր համոզմունքներ կամ հետաքրքրություններ, այն պատճառով, որ այդ կինը կամ տղամարդը ինձ դուր է գալիս։ Նման դեպքերում փոխհարաբերությունների շնչավոր մակարդակը թերզարգացած է։ Հարսանեկան զանգերը ղողանջում են, մեղրամիսն ավարտվում է և սկսվում է կյանքը։ Այս ամուսինները ստիպված կլինեն հասկանալ, որ պետք է ավելի մտերմանան իրար հետ, հակառակ դեպքում կունենան դժբախտ ամուսնություն։ Եթե նրանք չձգտեն ավելի խորը մտերմության, կինը կունենա իր հետաքրքրությունները իր ընկերական միջավայրում, իսկ ամուսինը կունենա իր հետաքրքրությունները իր ընկերական միջավայրում։ Ի վերջո նրանք պարզապես միասին կգոյատևեն։ Իհարկե Աստված չի ծրագրել, որ ամուսնությունն այդպիսին լինի։ Փոխհարաբերությունների հաջորդ մակարդակը վերաբերում է մարդու շնչին կամ անհատականությանը։ Դավիթը և Հովնաթանն այս մակարդակի փոխհարաբերություններ ունեին։ Հովնաթանի սիրտը կամ անձը կապվեց Դավթի սրտի կամ անձի հետ, և Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։ Առաջին Թագավորաց 18:1։ Երբ Հովնաթանը սպանվեց, Դավիթը ողբաց. «Ցավում եմ քեզ համար, եղբայրս, Հովնաթան, դու ինձ խիստ սիրելի էիր, բարձր էր ինձ համար քո սերը կանանց սիրուց»։ Երկրորդ Թագավորաց 1:26։ Դավիթը չէր խոսում այլասերված մարմնական հարաբերությունների մասին։ Նրանց միջև չկար ոչ մի մարմնական հրապուրանք։ Դավթի և Հովնաթանի փոխհարաբերությունները շնչավոր մակարդակի վրա էին և բոլորովին ազատ էին անբնական մարմնական գործածությունից։ Այնուամենայնիվ նրանք կարողացան այնպիսի սերտ ընկերություն ձևավորել, որը շատ ավելի խորն էր ֆիզիկական հարաբերություններից, որը Դավիթը նկատի ուներ խոսելով կանանց սիրո մասին։ Ամուսնությունը պետք է կառուցված լինի շնչավոր մակարդակի վրա։ Սխալ մի հասկացեք ինձ, փոխհարաբերությունների ֆիզիկական կողմը շատ կարևոր է։ Իմ կինն անչափ գրավիչ է ինձ համար, ես համարում եմ նրան աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Բայց կան փոխհարաբերությունների ավելի խորը մակարդակներ, որ ամուսինները կարող են ձգտել և պետք է հասնեն։ Իրականում Լիզայի անհատականությունը շատ ավելի հմայիչ է, քան նրա մարմինը։ Ցավոք, ես լսել եմ բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մարդիկ լքել իրենց ամուսիններին կամ կանանց ինչ-որ մեկի պատճառով, ում հետ ծանոթացել են առցանց շփման միջոցով։ Մի քանի տարի առաջ ես քարոզում էի մի եկեղեցում, և ծառայությունից հետո մի տղամարդ մոտեցավ ինձ։ Նա շրջապատված էր 6 փոքրիկ երեխաներով։ Երկուսը նրա ձեռքերում էին, մյուս երկուսը գրկել էին նրա ոտքերը, ևս երկուսը վազվզում էին ճեմասրահում։ Քանի որ նա շատ տրտմած տեսք ուներ, ես հարցրի. «Դուք լավ եք զգում ձեզ»։ «Ոչ», ասաց նա, «այսօր կինս թողեց ինձ և մեր 6 երեխաներին մի տղամարդու պատճառով, ում հետ ծանոթացել էր համացանցի միջոցով»։
Նրա շնչավոր փոխհարաբերություններն այդ տղամարդու հետ այն աստիճան էին զարգացել, որ նա ցանկացավ թողնել այն տղամարդուն, ում հետ տարիներ շարունակ ամուսնացած էր։ Ավելին, շնչավոր կապն այնքան ուժեղ էր, որ բաժանեց այդ կնոջն իր երեխաների մասին հոգալու և նրանց կողքին լինելու բնական հակվածությունից։ Փոխհարաբերությունների շնչավոր մակարդակը հաճախ պահանջում է նվազագույն կամ ոչ մի ֆիզիկական շփում։ Ահա թե ինչու փոխհարաբերությունները, որոնք սկսում են իրարից շատ հեռու գտնվող մարդկանց միջև, հաճախ ավարտվում են ամենահաջողակ ամուսնություններով։ Պատճառն այն է, որ զույգը կարողանում է կենտրոնանալ շնչավոր կամ անձնային կապի զարգացման վրա, առանց շեղվելու ֆիզիկական հրապուրանքի պատճառով։ Փոխհարաբերությունների բարձրագույն մակարդակը։ Փոխհարաբերությունների բարձրագույն կամ ամենախորը մակարդակը հոգևորն է։ Հենց այս մակարդակը նկատի ուներ Հիսուսը խոսելով Թովմասի հետ։ Պողոսը գրում է, որովհետև ով է մարդկանցից ճանաչում մարդու մտքերը, բացի այդ մարդու հոգուց, որն իր մեջ է։ Կորինթացիների առաջին թուղթ 2:11 New American Standard Bible թարգմանությունից։ Այլ խոսքով դուք չեք կարող իմանալ մարդու իրական մտքերը և դրդապատճառները, քանի դեռ կապ չեք հաստատել նրա հոգու հետ։ Ինչպես արդեն նշեցի, վերջերս Լիզան և ես տոնեցինք մեր ամուսնության 30-րդ տարեդարձը։ Իմ ամենահաճելի հուշերից մի քանիսը այդ տարիների ընթացքում այն էր, որ մենք նստում էինք մեր լողավազանի մոտ և խոսում Աստծո և նրա խոսքի մասին։ Մենք շատ ժամանակ ենք անցկացրել զրուցելով այս գրքի մասին։ Երբ պատմում էի, թե ինչ էր Աստված դրել իմ սրտում, նա պատասխանում էր իմաստությամբ և հայտնությամբ, որոնք ավելի էին լուսավորում այն, ինչ Հոգին հայտնում էր ինձ։ Քանի որ երկուսս էլ մտերիմ փոխհարաբերություններ ունենք Հոգու հետ, մենք կարող ենք հաղորդակցվել խորը հոգևոր մակարդակի վրա։ Հոգևոր հաղորդակցությունը այն հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու ենք Լիզան և ես միասին աղոթում։ Աղոթելիս մենք շփվում ենք հոգու իրողությունների շուրջ և մեր միջև հոգևոր կապ է ստեղծվում։ Մենք նույնպես որոշել ենք, որ Messenger International ծառայության անձնակազմը ամեն աշխատանքային օրը սկսի 15 րոպե տևող միաբան աղոթքով, քանի որ ցանկանում ենք, որ մեր թիմի անդամների միջև հոգևոր կապ լինի։ Այս աղոթքի ժամանակը զարմանալի կերպով է ազդել մեր աշխատակազմի անդամների փոխհարաբերությունների վրա։ Նույնը ճշմարիտ է ցանկացած փոխհարաբերությունների դեպքում։ Շփումը խոսքի և աղոթքի շուրջ կզարգացնի մտերմության ամենախորը մակարդակը մարդկանց միջև, քանի որ այն հոգևոր կապ է ստեղծում։ Կա տարբերություն հոգևոր իրողությունների մտավոր քննարկման և ճշմարիտ հոգևոր շփման միջև։ Երբեմն մարդիկ խոսում են ինձ հետ Աստվածաշնչի մասին, և ես գիտեմ, որ նրանք ընդամենը տեղեկություններ են փոխանցում։ Ինչպես կարող եմ համոզված լինել դրանում։ Այն, ինչ նրանք ասում են, անչափ հոգնեցուցիչ է, այն հյուծում է միտքս։ Նրանք խոսում են իրենց մտքից, ոչ թե հոգուց։ Բայց կան մարդիկ, ովքեր խոսում են հոգևոր իրողությունների մասին իրենց հոգուց։ Ես կարող եմ ժամերով զրուցել նման մարդկանց հետ առանց հոգնելու, որովհետև մեր կապը հոգևոր մակարդակի վրա է։ Օր 5. Ճանաչել Աստծուն նրա հոգով։ Այժմ դիտարկենք Կորինթացիների առաջին թղթի 2:11, որովհետև ով է մարդկանցից ճանաչում մարդու մտքերը, բացի այդ մարդու հոգուց, որն իր մեջ է, այդպես էլ Աստծո մտքերը ոչ ոք չի ճանաչում, բացի Աստծո հոգուց։ New American Standard Bible թարգմանությունից։ Այն հունարեն բառը, որը թարգմանված է մտքեր, լավագույնս սահմանվում է որպես կեցության վիճակը կամ բաղադրությունը։ Ըստ էության Պողոսն ասում է, որ մարդը չի կարող ճանաչել Աստծո ճշմարիտ բաղադրությունը, նկատի ունենալով այն, ինչ կա նրա սրտի խորքում, առանց ճանաչելու Աստծո հոգուն։ Այս ճանաչողությունը շատ ավելին է այն մակերեսային գիտելիքից, որը ստացվում է նվազագույն ջանք գործադրելով կամ առանց որևէ ջանք գործադրելու։
Գրեթե յուրաքանչյուրը Միացյալ Նահանգներում գիտի, թե ով է երկրի նախագահը, բայց մեծամասնությունը չունի անձնական շփում նրա հետ։ Մենք չգիտենք նրա սրտի ցանկությունները, մղումները և իրական համոզմունքները։ Նմանապես մենք չենք ճանաչի Աստծուն ընդհանուր գիտելիքից ավելի բարձր մակարդակի վրա, եթե չբացահայտենք նրան նրա հոգով։ Պողոսը շարունակում է. «Մենք չենք ընդունել այս աշխարհի հոգին, այլ այն հոգին, ով Աստծուց է, որպեսզի կարողանանք հասկանալ այն բաները, որ ձրիաբար տրվել են մեզ Աստծուց»։ Կորինթացիների առաջին թուղթ 2:12 English Standard թարգմանությունից։ Ինչպիսի զարմանալի արտահայտություն։ Ոչ ոք չգիտի Աստծո մտքերը բացի նրա հոգուց։ Խոսք 11. Բայց նա տվել է իր հոգին մեզ։ Այժմ շփվելով Աստծո հոգու հետ, մենք կարող ենք մտերիմ լինել Արարչի հետ հոգևոր մակարդակի վրա, որը փոխհարաբերությունների բարձրագույն մակարդակն է։ Պողոսը շփվում էր հոգու հետ այս մակարդակի վրա։ Թեև նա երբեք չէր հանդիպել մարմնով եկած Հիսուսին, նա գրում էր. «Իմացնում եմ ձեզ, եղբայրներ, այն ավետարանը, որ ինձնից ավետարանվեց, որ այն մարդուց չէ, որովհետև ես էլ ոչ մարդուց առա այն և ոչ էլ սովորեցի, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությունով»։ Գաղատացիների 1:11-12 Ինչպես էր Հիսուսը հայտնվել Պողոսին։ Պողոսը պարզ ասում էր, որ այս հայտնությունը չէր ստացել որևէ մարդուց։ Եթե նա այս հայտնությունը մարդուց չէր ստացել և չէր շփվել մարմնով հայտնված Հիսուսի հետ, ապա հավանաբար ստացել էր Քրիստոսի հոգու, Սուրբ Հոգու միջոցով։ Արդյոք հնարավոր է, որ Պողոսը ավելի խորը շփում ունենար Հիսուսի հետ այն պատճառով, որ երբեք չէր տեսել նրան մարմնով։ Պետրոսը, ով շփվել էր մարմնով հայտնված Հիսուսի հետ, իր կյանքի վերջում մի նամակ գրեց, որտեղ նշեց. «Մեր սիրելի եղբայր Պողոսը նույնպես գրեց ձեզ այն իմաստությամբ, որ Աստված տվեց նրան, խոսելով այս բաների մասին իր բոլոր նամակներում»։ Նրա մեկնաբանություններից մի քանիսը դժվարըմբռնելի են։ Պետրոսի երկրորդ թուղթ 3:15-16 New Living թարգմանությունից։ Պետրոսն անձնապես շփվել էր Հիսուսի հետ մի քանի տարի շարունակ։ Նա ներկա էր, երբ Հիսուսը փառավորվեց այլակերպման սարի վրա։ Նա տեսել էր Հիսուսի խաչելությունը, նաև հանդիպել էր Հիսուսին և շփվել էր նրա հետ հարությունից հետո։ Այնուամենայնիվ, այս աշակերտը, ով տարիներ շարունակ վայելել էր շփումը մարմնով հայտնված Հիսուսի հետ, ասաց, որ Պողոսի հայտնություններից մի քանիսը, որ նա ստացել էր հոգուց, դժվարըմբռնելի են։ Անձամբ ես հավատում եմ, այս խոսքը ցույց է տալիս, որ Պողոսն ավելի խորը մտերմություն ուներ Հիսուսի հետ, քան Պետրոսը։ Նոր Կտակարանի գրքերի մեծ մասը Պողոսը գրել է հոգու ոգեշնչմամբ, սակայն նա չէր շփվել մարմնով հայտնված Հիսուսի հետ։ Նա կարողացավ անել դա, քանի որ Հոգին է, ով ամբողջովին հայտնում է Հիսուսին։ Հիշեք Հիսուսի խոսքերը. «Կա շատ ավելին, որ ես ցանկանում եմ պատմել ձեզ, բայց հիմա դուք չեք կարող կրել դա»։ Երբ ճշմարտության Հոգին գա, նա կառաջնորդի ձեզ ամբողջ ճշմարտության մեջ։ Կտա ձեզ ամբողջական հայտնությունը։ Հովհաննեսի ավետարան 16:12-13 New Living թարգմանությունից։ Պողոսը չէր կարող հիմնել այն հավատքը ֆիզիկական շփման վրա, որ ուներ Հիսուսի հանդեպ, քանի որ երբեք չէր հանդիպել մարմնով եկած Հիսուսին։ Նա հարկադրված էր հավատ տալ և ստանալ առանց տեսնելու։ Ըստ էության, այս տեսակի շփումը հեռացրեց ցանկացած ֆիզիկական գործոն, որը կարող էր խանգարել այն ամենին, ինչ Հոգին փորձում էր հայտնել նրան։ Հենց սա նկատի ուներ Հիսուսը դիմելով Թովմասին։ Այն փաստը, որ Պողոսը չուներ շփում մարմնավորված Հիսուսի հետ, որի վրա կարող էր հիմնվել, նշանակում էր, որ նա պետք է լիովին ապավիներ իր հոգևոր փոխհարաբերությանը Տիրոջ հետ։ Նա այլընտրանք չուներ։ Ինչպես Պողոսը, մենք նույնպես հնարավորություն ստացանք հետևել Հիսուսին։ Առանց հնարավոր թյուրըմբռնումների, որոնք կարող էին առաջանալ ֆիզիկական շփման հետևանքով։
Զարմանալի է, որ մենք կարող ենք ավելի մոտ լինել Հիսուսին առանց նրան տեսնելու, քան նրան տեսնելով։ Քանի որ մենք չունենք Հիսուսի հետ ֆիզիկապես շփվելու կարողություն, մենք պետք է հաղորդակցվենք նրա հետ Քրիստոսի հոգով, ով բնակվում է մեզանում, կառուցելով խորը հոգևոր փոխհարաբերություններ Աստծո հետ։ Որքան հրաշալի է։ Շփվեք նրա հետ ավելի խորը մակարդակի վրա։ Աստված գիտի, որ մեր մարմինը դեռևս փրկված չէ։ Մեր հոգիները փրկված են, նրանք Հիսուսի ճշգրիտ պատկերն ու նմանությունն ունեն։ Այդ մասին կարող ես կարդալ Հովհաննեսի առաջին թղթի 4:17-ում։ Մեր անձերը փրկագնման ընթացքի մեջ են, կարող ես կարդալ Հակոբոսի 1:21-ում, բայց մեր բնական մարմինները դեռ պետք է փրկվեն։ Արդյոք նկատել եք, թե որքան հեշտությամբ ենք հոգնում ինչ-որ բաներից։ Մարդը կարող է նոր մեքենա գնել և արդեն 1 շաբաթ անց այն հնաոճ է թվում։ Սա չփրկագնված մարմնի բնությունն է։ Մարմնական մակարդակը շատ քիչ խորություն ունի, այն կարճատև է և վաղանցիկ։ Այդ իսկ պատճառով Աստված իր բարությամբ ասում է. «Ես չեմ հայտնվում իմ ժողովրդին ֆիզիկապես, ես հնարավորություն կտամ նրանց հաղորդակցվել ինձ հետ իմ հոգով, որպեսզի կարողանան իրապես ճանաչել ինձ»։ Աստված կարծես ասում է. «Ես հեռավոր կապ եմ պահպանելու նրանց հետ, ում սիրում եմ, որպեսզի նրանք կարողանան իրապես ճանաչել իմ սիրտը»։ Որպես եկեղեցի մենք Քրիստոսի հարսնացուն ենք։ Աստված մեզ պատրաստում է իր հետ աներևակայելի ամուսնության։ Նա թույլ է տալիս, որ ճանաչենք իրեն ամենախորը հոգևոր մակարդակով, մինչև ֆիզիկական մակարդակով ճանաչելը։ Ահա թե ինչու հետագայում Պողոսը գրեց. «Ուրեմն այսուհետև մենք ոչ ոքի չգիտենք մարմնի կողմից, թեև Քրիստոսին էլ գիտեինք մարմնի կողմից, այլ հիմա այլևս չգիտենք»։ Կորինթացիների 2 թուղթ 5:16։ Մենք ճանաչում ենք նրան հոգով, կենդանի Աստծո հոգով։ Կար ժամանակ, երբ Քրիստոսը հայտնված էր մարմնով, բայց հիմա, քանի որ նա այլևս ֆիզիկապես այս երկրի վրա չէ, մենք հնարավորություն ունենք ճանաչել նրան հոգով։ Եթե անտեսենք հաղորդությունը հոգու հետ, մենք կզրկվենք որդուն ճանաչելու հնարավորությունից։ Հոգին քննում է ամեն ինչ Աստծո սրտում և մտքում, որպեսզի հայտնի մեզ Հիսուսին։ Եթե ցանկանում եք խորը փոխհարաբերություններ ունենալ Աստծո հետ, դուք պետք է առաջ անցնեք այն մակերեսային գիտելիքից, որ ունեք նրա մասին, և սկսեք բացահայտել նրա ճշմարիտ ինքնությունը։ Այս ճանապարհորդությունը հնարավոր է միայն Սուրբ Հոգու հետ հաղորդության միջոցով։ Ահա թե ինչու մենք չենք կարող հարել ցանկացած ավանդույթի, այսինքն մտքերի ընդունված ձևի Սուրբ Հոգու մասին, որը հիմնված չէ Աստծո հավիտենական խոսքի վրա։ Եթե մենք թույլ տանք, որ թյուրըմբռնումները, անձնական նախապաշարմունքները կամ բացասական փորձառություններն աղճատեն մեր պատկերացումը հոգու մասին, մենք չենք վայելի Աստծո փառավոր ներկայության խոստումը մեր կյանքերում։ Մենք չենք կարող ճանաչել Աստծուն առանց նրա հոգու։ Ես հավատում եմ, որ դուք կարող եք այնպիսի փոխհարաբերություններ ունենալ հոգու հետ, որ կցանկանաք այն, ինչ նա է ցանկանում, և կզգաք այն, ինչ նա է զգում։ Փոխհարաբերությունների ամենախորը հոգևոր մակարդակը հասանելի է ձեզ։ Այս մակարդակի վրա դուք կբացահայտեք այնպիսի մտերմություն ձեր Արարչի հետ, որի նմանը չկա։ Այնուամենայնիվ դուք պետք է ձգտեք ճանաչել Սուրբ Հոգուն, եթե պատրաստվում եք մտերմորեն հաղորդակցվել նրա հետ։ Ինչպե՞ս կարող եք ճանաչել նրան։ Կարդալով նրա խոսքը և ժամանակ անցկացնելով նրա ներկայության մեջ։ Աստված ցանկանում է մոտենալ ձեզ։ Դուք պետք է ընդամենը առաջին քայլն անեք դեպի նա։ Մի պահ մտորեք ստորև բերված հատվածի շուրջ և թույլ տվեք Հոգուն աշխատանք կատարել ձեր սրտում։ Դիմեք Աստծուն, խնդրելով հեռացնել ցանկացած մտածելակերպ, քող, որը թույլ չի տվել ձեզ վերապրել նրա ներկայությունը։ Երբ այդ քողերը հեռացվեն, դուք կկարողանաք տեսնել նրան ինչպես երբևէ։ Երբ նայեք նրա դեմքին, որակյալ ժամանակ անցկացնեք նրա հետ որպես նրա մտերիմ ընկեր, նա կվերափոխի ձեզ իր նմանությամբ։ Ես կավարտեմ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերով.
Բայց երբ ինչ-որ մեկը դառնում է Տիրոջը, այդ քողը վերցվում է, որովհետև Տերը հոգին է, և որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Այնպես որ ում քողը հեռացվել է, կարող է տեսնել և արտացոլել Տիրոջ փառքը, և Տերը, ով հոգին է, մեզ դարձնում է ավելի ու ավելի նման Իրեն, երբ մենք փոխվում ենք Նրա փառավոր պատկերով։ Կորինթացիների 2-րդ թուղթ 3:16-18 խոսքեր New Living թարգմանությունից։